Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Այո։ Մի քանի թեմաներ կա եւ երևի սկսենք վերջից։ Ռուսաստանի քննչական կոմիտեն ձեռնարկել է մի խմբավորման, որը փոխացել է Ալրոսայից ադամանդներ եւ մատակարարել դրանք Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքեսյանի ընկերությանը։ Խնդրեմ այս մասով ձեր գնահատականը, ձեր տեսակետը, նաեւ օրվա թեմաներն են Սամվել Կարապետյանի դեմ շարունակվող գործողությունները, եկեղեցին, Թուրքիա գնալը Փաշինյանի եւ իհարկե եռացող տարածաշրջանը Իրան-Իսրայել ԱՄՆ։ Տեսեք, այո, սկսենք ամենասկանդալային տեղեկատվությունից, ռուսական պաշտոնական ալիքները հաղորդեցին, որ Ռուսաստանի քննչական կոմիտեն կալանավորել է հայ ազգի հանցավոր մի խմբի, ովքեր տևական ժամանակ ռուսական Ալ-Ռոսա ընկերությունից գողացել են հանցավոր ճանապարհով, բնականաբար ամբողջ մի հանցավոր սխեմա է գործել, գողացել են ադամանդ, որոնք մաքսանենք հանցավոր ճանապարհով հասցվել է Հայաստան, ազգային ժողովի падգամավոր, քաղաքացիական պայմանագիր կուսակցության կարկառուն ներկայացուցիչ Խաչատուր Սուքասյանին պատկանող ընկերությանը վերջնական պրոդուկտ ստանալու համար։ Հիմա ես սպասում եմ, թե Նիկոլ Փաշինյանը էլ ինչ գրառում է անելու այս կարևորագույն խնդրից հանրության ուշադրությունը շեղելու համար, չի ստացվելու, որովհետև սա հստակ հանցագործության մասին հայտարարություն է, կրկնում եմ, գողացել են տևական ժամանակ ռուսական Ալ-Ռոսա ընկերությունից ադամանդներ, որոնք հասցվել է Խաչատուր Սուքասյանին պատկանող Հայաստանում գտնվող ընկերությանը, եւ եթե ինչ-որ մեկը կասի, որ Նիկոլ Փաշինյանի գիտությամբ չի այդ ամենը արվել, որ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի եղել, թե ինչպես է հնարավոր մաքսանենք ճանապարհով գողացված ադամանդները բերել Հայաստան, ես չգիտեմ, սա ուրեմն կլինի դարի աբսուրդը։ Հիմա սպասում ենք Նիկոլ Փաշինյանի արձագանքին։ Ինչ ես էլ ցրելու Նիկոլ, ելում անձնական կյանքն ես մտնելու, էլ ինչ կրուտիտներ ես անելու, այս լրջագույն խնդրից փորձելով շեղել հանրության ուշադրությունը։ Ինչ վերաբերում է այս կարգի սկանդալներին, ես ավելի քան վստահ եմ, որ առաջիկայում մենք տեսնելու ենք նորանոր սկանդալային բացահայտումների մաքսանենգության, փողերի լվացման եւ այլնի, որոնք այս կամ այն կերպ առնչվելու են ՔՊ բարձրաստիճան պաշտոնյաների։ Սա այս մասով եւ սպասենք Նիկոլի հերթական գրառմանը։ Իսկ հիմա ուրեմն Սա կարող ենք կապել Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցող դեպքերին, բնականաբար Ռուսաստանի պատասխաններ բնականաբար այո, բնականաբար այո, երբ որ ուղղակիորեն, հիմա ուրեմն նախ գանք երևի թե Սամվել Կարապետյանին, հետո կանդրադառնանք տարածաշրջանային խնդիրներին ու իհարկե այս բացահայտումը քննչական կոմիտեի շատ հնարավոր է, որ աղերս ունենա նաև 2 ամիս Սամվել Կարապետյանին ընդամենը նրա համար, որ հայտնի բարերարը իր աջակցությունն է հայտնել հայ առաքելական եկեղեցուն, ասելով, որ մենք մեր ձևերով կպաշտպանենք հայ առաքելական եկեղեցին եւ Նիկոլ Փաշինյանը այդտեղ վտանգ է տեսել իր իշխանության համար եւ կալանավորել է 2 ամսով Սամվել Կարապետյանին։ Կրկնում եմ, Սամվել Կարապետյանի գործը սա մաքուր քաղաքական գործ է, Նիկոլ Փաշինյանի կողմից հրահանգավորված քաղաքական գործ է, ավելին Նիկոլ Փաշինյանը Աբազյանին հեռացրել է ԱԱԾ պաշտոնից բացառապես նրա համար, որ Աբազյանը հրաժարվել է կատարել Նիկոլ Փաշինյանի հոգին փառավորվող հրահանգը, նվաստացնելով բերման ենթարկել Սամվել Կարապետյանին։ Ես կարծում եմ
մենք այս խնդրին մեր զրույցի ընթացքում այսօր էլի կանդրադառնանք, բայց ես հիմա ուզում եմ խոսել մեր տարածաշրջանի վտանգների եւ ռիսկերի մասին։ Նախորդին ԱՄՆ-ն 3 ուրեմն միջուկային օբյեկտների Իրանին հարվածեց, լրջագույն հարված հասցրեց։ Իհարկե մենք չունեցանք ռադիացիոն արտահոսք տարածաշրջանում եւ ենթադրելի է, որ Իրանը կարողացել էր նախապես տեղյակ լինելով այդ հարվածների մասին իր միջուկային հարստացված ուրանը տեղափոխել այլ ուրեմն վայր, բայց ակնհայտ է, որ տարածաշրջանը ըստ էության կանգնած է Չեռնոբիլ դառնալու վտանգի առաջ։ Մեր ռեգիոնը կանգնած է Չեռնոբիլ դառնալու վտանգի առաջ։ Մենք տեսնում ենք Մեղրու Մաքսակետում ինչ կատաստրոֆիկ վիճակ է, ինչպիսի հոսք կա փախստականների, որոնք հնարավոր առավել էսկալացիայի դեպքում կարող է դառնալ այլևս անկառավարելի հոսքը։ Մենք գիտենք, որ Իրանում մենք ինչ մեծաթիվ հայկական համայնք ունենք, եւ եթե նրանք եւս բռնեն, գաղթի ճանապարհը, ես ավելի քան վստահ եմ, որ Հայաստանի կառավարությունը, որի հիմնական խնդիրն է հոտոտել հոգևորականների եւ Նիկոլ Փաշինյանի քաղաքական օպոնենտների սպիտակեղենը, ներքնաշորերը, որևէ ռազմավարություն մշակված չունեն, որևէ հայեցակարգ չունեն, թե ինչ է լինելու, ինչպես են կարողանալու տեղավորել իրանահայ մեր հայրենակիցներին, եթե առավել էսկալացիայի դեպքում, իսկ որ այս պատերազմը կարծես թե մարելու միտում չունի, մենք տեսնում ենք նաև թե Իսրայելի, թե Միացյալ Նահանգների կոշտ ուրեմն հայտարարությունների ֆոնին, մենք տեսնում ենք նաև Իրանի պատասխանը, որ ինքը չի ընկրկելու եւ թույլ չի տալու, որ իրեն զրկեն խաղաղ նպատակներով միջուկային էներգիան օգտագործելու հնարավորությունից։ Մենք տեսանք Իրանի հոգևոր առաջնորդի արժանապատիվ պատասխանը իսրայելա-ամերիկյան շնաբարո հաճոցներին, որ ինչպես Իսրայելի ղեկավարը ասեց, մենք պիտի ոչնչացնենք ֆիզիկապես նաև Իրանի հոգևոր առաջնորդին, Իրանի հոգևոր առաջնորդը արժանապատիվ պատասխանեց, իմ ծեր եւ հոգնած մարմինը որևէ արժեք Իրանից չի ներկայացնում, իրենից չի ներկայացնում, բայց դուք չեք կարողանալու կոտրել իրանցի երիտասարդների ոգին, ովքեր արժանապատիվ եւ կանգնած են իրենց իրավունքների եւ իրենց երկրի պաշտպանությանը, բայց կրկնում եմ, Հայաստանը արդյոք պատրաստ է դիմակայել տարածաշրջանի այս մեծ կատլավանին։ Իհարկե ոչ, փոխանակ այս խնդիրները լուծի, Նիկոլ Փաշինյանը զբաղված է ներքին մուտիլովկաներով, սեփական իշխանությունը պահելու համար Նիկոլ Փաշինյանը զբաղված է, ինչ ասեմ, ամենաստորագույն, ամենանվաստ քայլերը ձեռնարկելով հայ առաքելական եկեղեցու դեմ։ Ես ուզում եմ անդրադառնալ նաև 2-3 օր առաջ Թուրքիա Նիկոլ Փաշինյանի կատարած այցին, ես չեմ ուզում խոսել այն մասին, որ անկախ իր կալիբրից Հայաստանի ղեկավարը գնացել Թուրքիա եւ նույնիսկ պաշտոնական ընթրիք չի տրվել Նիկոլ Փաշինյանին, հացել չեն տվել եւ ընդամենը մի փոքր աշխատասենյակում Էրդողանը ընդունել է Նիկոլին, թե ինչ են քննարկել, ինչ են պայմանավորվել, մենք առաջիկայում այդ մասին կիմանանք, միայն այն, որ իր գնալու օրը Նիկոլ Փաշինյանը անվտանգային լրջագույն միջոցառումներ էր ձեռնարկել երկրում, ամբողջ Երևանը ոստիկաններով լցված էր, ուրեմն ոստիկանական բաժանմունքներ էին տարվում ընդդիմադիր տարբեր ճամբարների ակտիվիստները, այս ամենը վկայում է, որ այս մարդը գիտի ինքը ինչքան է կզել Թուրքիայում Հայաստանի Հանրապետության շահերի դեմ եւ առաջիկայում թե ինչ փաստաթուղթ է ստորագրվելու, որոնք բոլորը 1 կլինի, 2 կլինի, թե 3 բացառապես թուրք-ադրբեջանական օրակարգ են սպասարկելու, մենք կիմանանք առաջիկայում, որտեղ ուզում եմ հիշեցնել, երբ որ Նիկոլը գնաց Պրահա հոկտեմբերի 6-ին եւ ստորագրեց Պրահյան համաձայնագիրը, որով դարձավ պատմության մեջ առաջի ղեկավարը, որը պաշտոնապես
Արցախը ճանաչեց Ադրբեջան, մենք այդ փաստաթղթի մասին իմացանք օրեր անց, եւ ես ավելի քան վստահ եմ, որ շատ մոտ ժամանակում մենք իմանալու ենք, թե ինչ է արժեցել Հայաստանին Նիկոլի այցը Թուրքիա եւ հանդիպումը Էրդողանի հետ։ Այստեղ ուզում եմ հիշեցնել, իդեպ Պոլսո պատրիարքարանը հրաժարվել է հանդիպել եւ ընդունել Նիկոլին, հայ համայնքի ինչ որ մի փոքր հատված է նրան հանդիպել եւ ի պատասխան Ակոս թերթի թղթակցի հարցին, թե դուք ինչքան եք պատրաստ սիրաշահել Գազանին, որի նպատակը ուրեմն Թուրանի ծրագրի իրականացնումն է Զանգեզուրի միջանցքն է, գիտեք ինչ է պատասխանում Նիկոլը, ասում է Գազան, մենք դեռ մեզ պիտի նայենք, մենք նման ենք մի սուբյեկտի, որը հայտնվել է մայրուղու վրա, ում անընդհատ վրաերթի են ենթարկում Նիկոլ, ում մեղքով է Հայաստանը հայտնվել տրասի վրա, մայրուղու վրա, որին ով հասնում վրաերթի է ենթարկում, մի հատ հայելին պահի դիմացդ եւ կտեսնես այն սուբյեկտին, որի պատճառով Հայաստանը քո իսկ ձևակերպմամբ հայտնվել է մայրուղու, այսինքն տրասի վրա, որին անցնող դարձնողը վրաերթի է ենթարկում, ինչ վերաբերում է Թուրանի ծրագրին, որ Նիկոլը ասում է վատա, որ ճանապարհներ կունենանք, ես չգիտեմ Նիկոլ Փաշինյանի կողքը մեծ Թուրանի ծրագրի ամբողջական փաթեթին տեղյակ մեկը կա թե ոչ, այդ մարդուն բացատրեք, ինչ է նշանակում մեծ Թուրանի ծրագիր, որտեղ Հայաստանը կուլ է գնալու, որտեղ Սյունիքը ուղղակիորեն ոչնչացվելու է եւ դրանից հետո ես կարծում եմ, ինչ ասեմ, այդ մարդը գոնե եթե մի գրամ adekvatություն, մի գրամ, ինչ ասեմ, պետականամետություն, ես հայրենասիրությունից չեմ խոսում, որտեղ իր հայրենասիրությունը դա թրքաբարո, ինչ որ մի հատ աջապսանդալա, կհասկանա ինչ է նշանակում մեծ Թուրանի ծրագիր, որտեղ Հայաստանը սենց փոքր սիսեռահատիկի նման կուլա գնալու արդյունքում մենք պիտի արձանագրենք, որ Թուրքիայում Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը համաձայնություն է տվել մեծ Թուրանի ծրագրին, որը նշանակում է, որ այդ մեծ Թուրանի ծրագրի հատվածներից մեկն է նաև Զանգեզուրի միջանցքը, իհարկե ինքը ասում է, դե կարող է իրանք միջանցք ասեն անունը, կարող է դու Վարդուշիկ ասես դրա անունը, հա, բայց միևնույն է, բովանդակությունը այն է, որ Զանգեզուրի միջանցքը դու տալու ես, դրանից բացի մեծ Թուրանի ծրագրով, դրանից հետո ինչ օրակարգ քո առջև դնի թուրք-ադրբեջանական տանդեմը, եթե դու շարունակես մնալ իշխանության, այդ ամենը դու տալու ես ավելին, անդրադառնամ Նիկոլ Փաշինյանի Թուրքիայում գտնվելու օրը թուրքական մամուլի հրապարակմանը, թուրքական մամուլը հրապարակել է իր տեղեկությամբ պայմանագրի տեքստից դրվագներ եւ ըստ թուրքական մամուլի, որ պահին, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև կստորագրվի այսպես կոչված ճակերտավոր խաղաղության պայմանագիրը, հենց այդ պահին դրվելու է ռուսական ռազմաբազաների դուրս բերումը Հայաստանից։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դնելու է ուղղակիորեն նաև ռուսական կատլավանի, ռուսական ուրեմն մուրճի հարվածների տակ եւ այդ մասին նախորդին գրեթե բաց տեքստով ակնարկեց Օվերչուկը, ասելով հաշվարկել եք, թե ինչ կլինի ձեր վարած այս քաղաքականության արդյունքում ձեր հայկական տնտեսության հետ իդեպ ընդամենը երեկմանից են արդեն սկսել օրեր շարունակ 200 մեքենա բեռնավորված ծիրանով 50
ուրեմն 250-200-ը Վրաստանում էր պատանդ պահված, 50-ը պատանդ էր պահված ռուսական մաքսակետում եւ Երևանից նոր սկսել են բեռնատարները բաց թողել։ Դուք պատկերացնում եք ինչա լինելու հայկական հայկական տնտեսության հետ, եթե մենք որոշենք այսպես գազազացնել Ռուսաստանին, եթե մենք այդ ամենը հաշվարկել ենք, եթե մենք պատրաստ ենք ինչպես Տրուսիկ Մայկայի տիլի գագոն ասում, գազ չի լինի, աթար կվարենք, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այդ ամենը հաշվարկել են, այդ ամենին պատրաստ են, որ Հայաստանում հացի գինը դառնա 2000 դրամ, եւ ինչպես Նիկոլի Ադնակլասնիկի ընկերուհին էր ասում, հացի գինը 2000 դրամ էլ դառնա Նիկոլ եմ ընտրելու, օքեյ, դա բացառապես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների ընտրությունն է լինելու, այն քաղաքացիների, ովքեր այսօր ծիրանը գնում են արդեն մի քիչ իջել է 1000 դրամ այս սեզոնին, երբ որ 300 դրամից ավել չի պիտի լիներ, էլ չեմ խոսում խայտարակ գնաճը, որով Հայաստանը եւ Երևանը դարձել է աշխարհում եւ տարածաշրջանում ռեկորդակիր։ Սա ուրեմն նաև այս մասով, ուրեմն անդրադառնամ նաև Զանգեզուրի միջանցքին, Նիկոլ Փաշինյանը իհարկե հայտարարեց Թուրքիայից վերադառնալուց հետո, որ խաղաղության խաչմերուկը իրանք կարող անունը միջանցք դնեն, իրանք ինչ կուզենան ասեն, բայց դա իրականում միջանցք չի լինելու, դա լինելու է պարզապես ճանապարհ։ Ես հիմա ցիտում եմ իրանցի հայտնի քաղաքագետ Էհսան Մովահեդյանի ուրեմն խոսքը, որ այո չի բացառվում, որ հաշվի առնելով Իրանի խոցելի վիճակը այս պահին, որ Իրանը գտնվում է ըստ էության պատերազմի մեջ, Թուրքիան կփորձի մեզ պարտադրել տալ համաձայնություն Զանգեզուրի միջանցքին, որտեղ հիշեցնեմ, որ Էրդողանը վերջերս հայտարարեց, որ Զանգեզուրի միջանցքին այս պահին դեմ է միայն Իրանը, բայց մենք կկարողանանք կոտրել նաև Իրանի դիմադրությունը ըստ էության։ Էրդողանը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը համաձայն է, Հայաստանը համաձայն է, միջանցքին Զանգեզուրի դեմը միայն Իրանը եւ իրանցի քաղաքագետը ըստ էության այլևս չի բացառում, որ հաշվի առնելով այս պատերազմը, որի մեջ ներքաշված է Իրանը, Թուրքիան այո պարտադրի իրենց տալ համաձայնություն Զանգեզուրի միջանցքին։ Սա է Նիկոլի 7-ամյա աղետաբեր պետականակործան, ազգակործան պաշտոնավարման գինը։ Եվ ուրեմն ուզում եմ նաև անդրադառնալ, մենք ուրեմն հետևում ենք, ուրեմն տեսնում ենք Կեղտոտ արշավը նկատի ունեք, իմիջիայլոց ես ուզում եի դրան գալ, չի ցանկանում ընդհատել, միջակայքում ամենակեղտոտ այդ ֆեյքերի բուհակերը քսի են տվել, արշավը Սամվել Կարապետյանի նկատմամբ, որ իրականացվում է, Տիկին Զոհրաբյան, այս մասով կուզեմ ձեր տեսակետը լսել։ Այո, ուրեմն ես ինձ հետ բերել եմ անձրևավորդ, սա սատկած, չվախենակ, սա անձրևավորդ է, ահա, տեսանք անձրևավորդը, ուրեմն մենք տեսնում ենք, որ մի տարբեր կալիբրի սենց փչակներից, տարբեր սատկած անձրևավորդերի ֆաս հրամանն է տրված Սամվել Կարապետյանի վրա, մի գործարարի, որին Նիկոլ Փաշինյանն էր փառաբանում 19 թվականին Ստեփանակերտում ասելով մենք եկեք բոլորս հիմա ծափահարենք Սամվել Կարապետյանին եւ Ռուբեն Վարդանյանին, ասում են կապիտալը հայրենիք չունի, ոնց չունի, տեսեք Սամվել Կարապետյանի եւ Ռուբեն Վարդանյանի օրինակները եւ հիմա Նիկոլ Փաշինյանի ուղակի հրահանգով մենք տեսնում ենք այս ամբարո, այս պոռնկաբարո արշավը Սամվել Կարապետյանի հանդեպ։ Ես ուզում եմ մի դեպք հիշեցնել, 2014 թվականն էր, ես այս մասին երեկել եմ խոսել, դեպի Մայրաթոր ուխտի ժամանակ Սամվել Կարապետյանի ֆինանսավորմամբ 25 միլիոն դոլար էր Սամվել Կարապետյանը ներդրել Ստեփանակերտում Արցախի հանրապետական
ֆանտաստիկ հիվանդանոցը կառուցելու համար եւ այդ օրերին, երբ որ հիվանդանոցի բացումն էր, ես Ստրասբուրգում մասնակցում էի ԵԽԽՎ հերթական նիստի եւ Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռովշան Ռզայևով հայրենի հրաշալի տիրապետում էր, որովհետեւ ծնվել էր Շուշիում, ասեց գալու է օրը եւ մենք կտրելու ենք Սամվել Կարապետյանի ձեռքը, մենք կալանավորելու ենք Սամվել Կարապետյանին եւ այդ հիվանդանոցը, որ ինքը սարքել է, մենք վերցնելու ենք։ Այն ժամանակ ես Ռովշանին ու ասեցի Ռովշան, պաշոլ տի նա, հասկացաք, բայց ամենավատթարագույն երազում անգամ հնարավոր չէր պատկերացնել, որ այո, գալու է այդ օրը, որ Հայաստանում լինելու է այնպիսի իշխանություն, որը կալանավորելու է այնպիսի բարերարի, ինչպիսին Սամվել Կարապետյանն է, ընդամենը նրա համար, որ ասել է մենք կանգնելու ենք եկեղեցու կողքը եւ տարբեր կալիբրի ահա այսպիսի անձրևավորթերի քսի է տալու մարդու վրա, Սամվել Կարապետյանի վրա, որին դեռ 21 թվականի հունիսի 18-ից Ադրբեջանը հայտարարել է միջազգային հետախուզում Հայաստանին եւ Արցախին օգնելու եւ Հայաստանում ու Արցախում միլիոնավոր դոլարների ներդրումներ անելու համար համեկել ենքան ճղճի մեկ այս ձեր արևին այս տաշիր պիցաները որ փակել եք, ձեզ թվում է թե տաշիր պիցաները փակելով դուք Սամվել Կարապետյանին վնաս եք տվել, չէ, դուք իրան վնաս չեք տվել։ Տաշիր պիցաները փակելով դուք վնաս եք տվել այնտեղ աշխատող հարյուրավոր մարդկանց, ովքեր ձեր անփառունակ կառավարման պատճառով դարձել են այլևս գործազուրկ եւ համալրել են Հայաստանում ամեն օր ահագնացող եւ մեծացող գործազուրկների բանակը։ Ուզում եմ անդրադառնալ նաեւ մեր անձրևավորթին տեղափոխենք այս կողմ, ուզում եմ անդրադառնալ նաեւ եկեղեցու դեմ այո դուք կտակ մինչև եկեղեցուն հասնել, օրինակ նույնպես Սամվել Կարապետյանի դրվագով Սամվել Ալեքսանյանի մասով ինչ կարող եք ասել, ինքը ինչ մտավախություններ պետք է ունենա կամ ի վերջո դուք կարող նաև բարեկամական չէ կապ։ Գիտեք, ինչի եք անդրադառնում, ուրեմն ես կարդացի, որ Սամվել Ալեքսանյանի տիկինը իր աջակցությունն է հայտնել Սամվել Կարապետյանի կնոջ, ասեցի Յա, այս ինչ ենք բաց թողել, այս ինչ աջակցություն է, բռնվեք չընկնեք, գիտեք աջակցությունը որն է, Սամվել Կարապետյանի կինը իր ամուսնուն աջակցող եւ ամուսնուն սատարող բնականաբար հրապարակային խոսք ա գրել եւ Լֆիկ Սամոյի կինը այնքան հերոսական դուխ ա ունեցել, որ լայքել ա, բրավո, Զոյա Կասմաձեմյանսկայա, չկա քո նմանը, գետինը մտնեք ավելի լավ է, բա իրար հետ գնում էիք Դուբայներ հանգստանալու, բա իրար ձեր մեջ խաչ կա, ձեր մեջ հարազատություն կա եւ սա վերաբերում է մնացած բոլոր օլիգարխներին եւս, որոնց Նիկոլը հերթով սենց որպես ֆիլե աղալու է իր մսաղացի մեջ սեփական իշխանությունը պահելու համար։ Սա այս մասով հիմա այո եկեղեցու իմիջիայլոց 3 էլի վաղ առավոտյան մենք տեսանք նաև Մայրաթորում բազմա հազարանոց մարդիկ ուղղակի եկել էին պաշտպանել այ եկեղեցի, մեր հոգևոր դասը, մեր կաթողիկոսի, էլի Փաշինյանը երեք ուրեմն այո, մենք տեսանք, որ մեր լրագրող գործընկեր Սյուզի Բադոյանը, այո, այդպես հա հարցեր էր ուղղում, կարծեմ համասարանի աստվածաբանության դեկանին, որին օգտագործեմ Նիկոլի տերմինոլոգիան ըստ օդում կախված լուրերի, այդ ուրեմն եպիսկոպոսն է, այս հիմնական, այս Նիկոլի հոգևոր կրոնական ժայթքումների հեղինակը Նիկոլ Փաշինյանը սրբազան կամ սատանայական, ուրեմն որտեղ դա սրբազան չի, հա, դա սատանայական, ուրեմն արշավ է սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ, ցավոք, ինչպես արդեն տարբեր աղբյուրներից ըստ հավաստի լուրերի բացահայտվում է հենց եկեղեցու ներսում տարբեր եպիսկոպոսներ, ովքեր շատ սերտիկ հարաբերություններ ունեն կառավարության տարբեր պաշտոնյաների հետ,
ինչպես մենք տեսանք նաև մեր հարգարժան լրագրողի ռեպորտաժից, այդ Նիկոլի, որ երկնում է տարբեր սաղմոսներ եւ քիթը խոթում է հոգեվորականների անկողնու մեջ, ցավոք սրտի այս ներքին սաբոտաժը նաև եկեղեցու ներսից է, ես դիմում եմ վեհապարին, մաքրեք եկեղեցին, տարատեսակ, ինչ ասեմ, պերսոնաժներից, ովքեր կարող են դառնալով այս իշխանության հանցակիցը մի իշխանություն, որը որոշել է կազմաքանդել հայ առաքելական եկեղեցին, դրանով կատարելով թուրք-ադրբեջանական տանդեմի ուղակի հրահանգը, որովհետև նորից պիտի հիշեցնեմ Ադրբեջանի թիվ 1 մոլլա Ալա Շուքյուր Փաշազադեին, որ հայ առաքելական եկեղեցին վտանգ է տարածաշրջանի պետությունների համար, այն ֆաշիստական կառույց է, այս շարժումը, որ սկսել է Նիկոլը հայ առաքելական եկեղեցու դեմ, դա ուղղակիորեն տեղավորվում է ադրբեջանական օրակարգում եւ հայ առաքելական եկեղեցին ամեն ինչ պիտի անի իր ներսի, ինչ ասեմ, եկեղեցին քանդողներին եկեղեցուց հեռացնելու համար։ Ես կարծում եմ առաջիկայում ջրի երես դուրս կգան նաև այլ հոգևորականների անուններ, ովքեր ուղղակիորեն աշխատում են հայ առաքելական եկեղեցու դեմ։ Գիտեք, իհարկե նողկալիս շարժում ասա հայ առաքելական եկեղեցու դեմ, բայց հայ առաքելական եկեղեցին իր 1700-ամյա պատմության մեջ անենց Նիկոլների է դիմացել թե ներքին, թե արտաքին, որ այս Վովայի Նիկոլը ով է, որ հայ առաքելական եկեղեցին սրա առաջ ընկրկի, բայց ես ուզում եմ, որ մեր հայրենակիցները իսկապես սատար կանգնեն մեր եկեղեցուն, որովհետև սրանք ոչնչացրել են ամեն ինչ, սրանք ոչնչացրել են մեր բանակը, սրանք հիմա կանգնած են մեր ինքնությունը ոչնչացնելու ուրեմն եզրին, իսկ ինքնության մեր կարևորագույն հենքերից մեկը հայ առաքելական եկեղեցին է, եւ նորից պիտի հիշեցնեմ, հենց իմ ներկայությամբ Ստրասբուրգում, որտեղ ես նստած էի դահլիճում եւ ամբիոնին կանգնած ելույթ էր ունենում Ալիևը, հայտարարեց մեր հիմնական խնդիրը նաեւ հայկական սփյուռքը եւ հայ առաքելական եկեղեցին ոչնչացնելն է, որպես նաեւ լրջագույն լոբիստական կառույցներ։ Հիմա թույլ ենք տալու ես կոլաբորանտ իշխանությունը կատարի Ալիևի եւ Էրդողանի պատվերը եւ փորձի հարվածել հայ առաքելական եկեղեցուն, ավելի քան վստահ եմ, որ ոչ։ Տիկին Զորեբյան, կուզեմ նաև անդրադառնանք հենց 3 մայրաթորի բակում գործարար Ջեբերջյանի նույնիկը կապող, հա, ճիշտ եմ։ Գաբրիել Ջեբերջյան, կարծեմ, հա։ Այդ դուք էլ եք գրել Վալերիան կհասցրեք շատ։ Գիտեք, ես իհարկե շատ կարևոր է, որ բոլոր ղեկավարների օրոք կան բարերարներ, կան մարդիկ, ովքեր մշտապես օգնել են հայ առաքելական եկեղեցուն, ես կարող եմ հիմա մի անուն տալ, Սերգեյ Համբարձումյան, ով լրելային, առանց այդ մասին խոսելու, առանց մեկ բան բարձրաձայնելու, առանց 1000 տեղ տարբեր մեծահարուստների նման ռեկլամ անելու, գլուխը կախ, որպես հայ առաքելական եկեղեցու արժանապատիվ զավակ ամեն ինչ անում է եւ թե հայ առաքելական եկեղեցու, թե տարիներ շարունակ արել է Արցախի համար, դուք իմացել եք, ձեզանից մեկը մի տեղ այդ մարդը խոսել է, որ 44-օրյա պատերազմից հետո, ուրեմն զոհված այն ընտանիքների, այն կանանց համար, ում որդիները եւ ամուսինները զոհվել էին, Սերգեյ Համբարձումյանը տներ է կառուցել Արցախում, նույնիսկ վերջի օրերին, երբ որ արդեն Արցախը հայաթափվում էր, ջահելն էին կախում, մտածելով, որ այդտեղ ապրելու են այն կանայք, այն մայրերը, ում ամուսինները զոհվել է, լսել եք մի անգամ ինքը ասի, թե ինչ է արել հայ առաքելական եկեղեցու համար, բայց մենք տեսանք երեք ինչ որ տենց հիստերիկայի մեջ ընկած մի հատ գափոյի, հա, ով որպես բարեհաջող ջահել գնացել էր Աննայի հետ հանդիպման ժամանակ ու հիմա էլ վրդովվում է, թե լրագրողը ինչի է իրան ադեկվատ հարց տալիս, ասում է համաձայնեք
Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ եկեղեցու հանդեպ այս արշավին համաձայնես թե չէ, ինչ ես գժվում, ինչ ես ճղում քեզ, ինչ ես ինչ-որ հիստերիկ շարժումներ անում, ես ուզում էի, ես քիչ հեռու էի կանգնած, չհասա, ուզում էի շտապօգնություն կանչեի, քեզ adekvat հարց են տալիս, Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ առաքելական եկեղեցուն, դուք ասում եք, որ դուք բոլոր ղեկավարների օրոք Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան օգնել եք հայ առաքելական եկեղեցուն, լավ եք արել, բրավո, հիմա լրագրողը ձեզ հարցնում է, համաձայնեք, որ Նիկոլ Փաշինյանը վեհափարին և որոշ սրբազանների հասցեին օգտագործում է պոռնկաբարո, օգտագործում է դոմփել բառը, այո կամ ոչ, Գաբրիել, այո կամ ոչ, այո կամ ոչ, այդ հարցին պիտի տայիք կամ այո կամ ոչ, և դրա համար բնավ պետք չէր ընկնել տղամարդուն ոչ վայել այն վիճակի մեջ, ինչի մեջ ընկաք դուք։ Այո, ես եմ շնորհակալ։